Արցախցիների հետ կապված պարոն Խաչատրյան արդեն երկրորդ հանդիպումն է եղել ձեզ հետ, ինչու եք դուք առանձնացրել իրավունքների հետ կապված հարցերը եւ միայն սոցիալական թեմաները քննարկում։ Ի սկզբանե մենք պայմանավորվածություն ենք ունեցել, որ առավել հնարատապ հարցերը առանձնացնենք, որովհետեւ բոլոր հարցերը բարձրաբանման համար բավարար ժամանակ են պահանջում։ Մեր աշխատանքային քննարկումների ձևաչափը այնպիսին է, որ պայմանավորվել ենք, որ խոսելու ենք միայն սոցիալական հարցերի մասին։ Բայց ըստ էության իրենք դժգոհ են, որ սոցիալական թեմաների հետ կապված էլ փաստացի դուք չեք ընդառաջել եւ մասնավորապես այդ 40,000 գումարած 10,000-ական դրամների մասին ասել եք, որ չեք վերանայելու։ Բայց դա գնահատականի հարց է, մենք գիտեք երկար ենք խոսել ենք այն մասին, որ մենք մեր աջակցությունը դարձրել ենք ավելի սոցիալական խմբերին ուղղված թիրախային եւ դա նոր որոշում չէ, որոշված է դեռևս 2024 թվականի նոյեմբերին։ Ուժի մեջ մտնելու ամսաթիվն է եղել ապրիլի 1։ Հիմա մենք եկել ենք վերջին օրերի ընթացքում, ասում ենք, որ ինչ-որ բան չի բավարարում, ասում ենք շատ լավ, ինչը չի բավարարում, ասում են առանձին ընտանիքներ կարող են ունենալ առանց դրամական աջակցության։ Տեղեկացնում ենք, որ կառավարությունը արդեն իսկ որոշում է կայացրել եւ դեռ պետք է նախորդ նիստի ընթացքում մենք հաստատած լինեինք, կարող էինք այդպես անել, բայց որոշեցինք, որ իրենց համար լրացուցիչ պարզաբանենք այդ հատվածը նույնպես եւ մենք առաջիկա նիստի ընթացքում այդպիսի որոշում կայացնենք։ Այն ընտանիքները, ովքեր ունեն լրացուցիչ դրամական աջակցության կարիք, կօգտվեն մեկ այլ երկրորդ որոշման աջակցությունից եւ մենք կարծում ենք առանց մանրամասները հիմա ներկայացնում ձևաչափը թույլ չի տա, մանրամասն կպարզաբանվի, այդպիսի ընտանիքները նույնպես կստանան կառավարության լրացուցիչ աջակցություն։ Չափանիշներով կընտրեք այդ ընտանիքներին։ Մեկ անձի հաշվով միջին եկամուտների փաստացի չափից ելնելով։ Այսինքն մենք գիտենք, չէ, մարդիկ գրանցված աշխատանք ունեն, ՊԿ այդպիսի տեղեկություններ տրամադրում, մարդիկ օգտվում են կառավարության 40 գումարած 10, այսպես եթե անվանենք, աջակցության ծրագրի եկամուտներից շարունակելով ստանալ դրանք անչափահասների, թոշակառուների, հաշմանդամների հաշվով։ Այսինքն բոլոր այդ եկամուտների հանրագումարը մեկ մարդու հաշվով կվերահաշվարկվի, միասնական սոցիալական ծառայությունը կընդունի դիմումը, եթե կտեսնի, որ ընտանիքը կարիք ունի լրացուցիչ կամ անհրաժեշտ է, որ մենք ընտանիքին ցուցաբերենք լրացուցիչ աջակցություն, դա տեղի կունենա։ Պարոն Խաչատրյան, դուք նաև առաջարկել եք ըստ իրենց տեղեկությունների, որ վրանը հավաքեն եւ մեկ ամիս էլ ավելացվի այդ 50,000-ական դրամ վճարումը։ Ինչ է սա։ Կաշառք է, ինչ է։ Գիտեք, մեկնաբանությունները շատ ճիշտ պետք է արվեն։ Մենք հիմա ես պարզաբանեմ։ Մենք 2 օր շարունակել ենք խոսել։ 2 հանդիպումների ընթացքում իրենք հնչեցրել են տարբեր նկատառումներ։ Ասել են, որ ունեն կոնկրետ առաջարկություններ եւ այդ 2 հանդիպումները բավարար չեն այդ առաջարկությունները քննարկելու համար։ Ասեմ շատ լավ, մեկ ամիսը բավարար է, եթե դուք ունեք կոնկրետ մեկ առաջարկություններ, այնպիսիք, որ կարծում եք, որ իրավիճակը փոխելու տեսանկյունից մենք պետք է հաշվի առնենք, լավարկենք մեր որ 50,000-ական դրամները չկտրեն։ Բայց դա ի սկզբանե եմ ասել, որ այդ առաջարկությունը քննարկելու ենթակա չի, որովհետև կառավարությունը լավ բան է անում, կառավարությունը եղած դրամական աջակցությունը ավելի սոցիալապես ճիշտ հասցեագրման միջոցով կարիքավոր ընտանիքներին է ուղղում։ Բայց իրենք կարիքավոր չէ, եթե իրենց տները թողել են, եկել են այստեղ եւ վարձով են ապրում։ Բայց չեք ուզում, ես մինչև վերջ պատասխանեմ, դուք ինձ հաց եք տվել, չէ։ Եվ ասել եմ, եթե ժամանակ է պահանջվում, որ մենք շարունակենք մեր քննարկումը եւ ձեր առաջարկություններից նրանք, որոնք որ օբյեկտիվ են, ռացիոնալ են, դրանք հաշվի առնելու ուղղությամբ աշխատենք, գանք ընդհանուր հայտարարի, մենք կարող ենք մեկ ամիս ոչինչ չանել, այսինքն շարունակել մեկ ամսվա ընթացքում աջակցությունը նաև նրանց, ում մենք հիմա նախատեսում ենք ապրիլի 1-ից, կամ արդեն իսկ ընդունված որոշումով նախատեսված է, որ իրենք այդ աջակցությունը չեն ստանալու, եւ դա բավարար ժամանակ է, որ մենք կարողանանք մեր հետագա անելիքները որոշել։ Եթե հիմա իրենք դա կապում են որպես այնպեսի բայց ես մի բան եմ ասել, ասեմ, այն ձևաչափը, որով հիմա դուք ձեր առաջարկությունները ուղղում եք կառավարությանը, դա մեզ համար աշխատանքային ընդունելի ձևաչափ չի։ Դուք ունեք հնարավորություն կազմակերպված եղանակով գրասենյակային նորմալ աշխատանք կատարեք, ձեր առաջարկությունները ներկայացնեք, չի եղել, չէ՞, դեպք իրենք կոնկրետ ձևակերպված առաջարկ անեն, մենք ասենք չենք հասկանում կամ չենք ընդունում։ Այն ինչ վերաբերում է անցյալին վերադառնալ առանց նախապայմանների, այսինքն հետ գնալ մինչև 2024 թվականի նոյեմբերին կայացված փոփոխությունների վերաբերյալ որոշումը եւ հետ շրջել, մենք դա ի սկզբանե ենք ասել, որ այդպեսի բան չենք անի, որովհետեւ մենք շարունակում ենք մտածել, որ ես այդ հանրային եթերում եմ հնչեցրել, ինչ տնենք, ինչպես անվանենք, եթե մենք
պետք է 50,000 դրամ տանք մեկ մարդու, որ 400,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Այդ հարցի պատասխանը որևէ մեկը կարող է տալ։ Բայց եթե 400,000 աշխատավարձ է ստանում, ունի ընտանիք եւ ապրում է վարձով, երբ վարձը 150,000-ից ավել է, այս դեպքում դուք շատ եք համարում իր աշխատավարձը։ Ես ոչինչ շատ չեմ համարում, ես բացատրում եմ, թե կառավարությունը եղած սուղ դրամական միջոցները ինչպես է հասցեագրում դեպի անհրաժեշտ խնդիրների։ Վակցիների համար պետք է արվեր այդ խնայողությունները։ Նրանց հաշվին, պարոն Խաչատրյան։ Դուք չեք լսում նաև այն պարզաբանները, որոնք ես առիթ ունեցել եմ 2 օր առաջ դրանց մասին մանրամասն Խոսելի խմբերին պետք է տալ։ Միայն դա չեմ ասում, ես ասում եմ կառավարությունը կայացրած է եղել որոշում, որով ասել է, որ խնդրի հիմնովին լուծումը երկարաժամկետ բնակարանային ապահովության ծրագիրն է, որին ցավոք սրտի դիմելիությունը դեռևս շատ ցածր է։ Այնտեղ է լուծումը, թող գնան դիմեն սահմանված կարգով, ստանան իրենց հասանելիքը եւ երկարաժամկետ կանոնավոր նորմալ լուծում ստանան։ Ինչու չեն անում, այսինքն պատասխանը ապակցել ընդհանուր նկարին։ Հիմա քանի հոգու մասին է խոսքը, որ այս խնդրի առջև է կանգնած, քանի հազար։ Եթե կարելի է նաև հարցերը սահմանափակենք, որովհետև ես մեկ ուրիշ հանդիպում ունեմ, պարոն Եվ մեկ հարցել, արդյոք դուք համատական դրել եք եւ ասել եք, որ նույն խնդիրը նաև հայաստանցիները ունեն, ինչու եք դուք առանձնանում։ Էլի մեկնաբանության հարց է, տեսեք, ես ոչ թե ասել եմ, որ ինչու եք դուք հարց տալիս, մենք հայաստանցիների դեպքում այլ կերպ ենք վարում, ես ասել եմ, երբ որ դուք հարց եք տալիս, պատկերացնում եք, չէ, որ մեր համանման հարցեր մեզ կարող են տալ նաև, որովհետև մենք միասնական սոցիալական քաղաքականության ձգտող, իհարկե Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար ժամանակավորապես արտոնյալ աջակցություն ենք ցուցաբերում։ Մենք մեր բոլոր որոշումները պետք է նաև համեմատությունների մեջ կայացնենք։ Ես քիչ առաջ ձեզ բերեցի օրինակ, ասի ինչպես անվանենք, եթե 400,000 ստացող աշխատողին տանք 50,000 դրամ աջակցություն, այսպիսի հարցեր կարող են շատ լինել եւ մենք իհարկե հաշվետու ենք այդ բոլոր հարցերին, պետք է պատասխանել կարողանանք։ Հիմա այս ամեն արտագաղթի առիթ չի դառնա, թե ոչ։ Ինչպես Արտագաղթի առիթ է ասում են դառնալու այս ամեն ինչը, որովհետև չեն կարողանում բնականի վարձը վճարել։ Ես հուսով մենք այդպիսի առիթ չենք տվել, որ չկարողանան բնակարանի վարձը վճարել։ Հակառակը, մենք ասել ենք, մենք ապահովել ենք պայմանները, որ դուք կարողանաք սեփական տուն ունենալ կամ կառուցել։ Մենք ժամանակավորապես շարունակում ենք օգնել աջակցության կարիք ունեցող խոցելի սոցիալական խմբերին։ Եվ ես կարծում եմ, որ դա շահարկում է, իրական պատճառ չեմ տեսնում։ Այսինքն քաղաքացիներ, որոնք ազատության հրապարակում են, իրենք անկեղծ չեն, ազնիվ չեն իրենց պայքարում։ Ես գնահատականներ չեմ ցանկանում տալ։ Կարծում եմ, որ այնքան էլ անկեղծ չեն, այդպես ասեմ։